նախագիծ կա արդեն ազգային ժողովում պատգամավորները իշխանական աշխատում են դրա վրա։ Իսկ ուզեի դուք բացատրեիք ընթացակարգը Հայաստանում որևէ հիմնարկություն, ընկերություն ազգայնացնելու ինչ մեխանիզմներ կան եւ դուք ինչպես եք գնահատում Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները, ինչ է կապ Իսկ օրենսդրական ինչ մեխանիզմներ կար անատերը կառավարությանը ինչ մեխանիզմներ կային, որ Ամուլսարը Լիդիանը իր բաժնի կառավարությանը կամ ինչի Վիվասելի արքու վաճառքի գործարքը թույլատրվեց, երբ ընկերությունը իր բաժնետոմսերի մի մասը նվիրաբերեց կառավարությանը։ Եվ իդեպ այս կասկածահարույց նվիրաբերություններն են պատճառը կամ պատճառներից մեկը, որ մենք ունենք ոչ թե օտարերկրյա ուղղակի ներդրումների աճ Հայաստանի տնտեսությունում, այլ ընդհակառակը մենք ունենք կապիտալի փախուստ։ Օրենսդրական հիմքեր պետությունը չի ստեղծում, եթե բացենք մեր օրենսդրությունը, ազգայնացում կամ պետականացում եզրույթը սահմանված չէ։ Եթե պետությունը ցանկանում է մասնակցություն ունենալ ձեռնարկությունների կառավարման մեջ, ապա կարող է ձեռնարկությունների բաժնետոմսերը գնել շուկայական արժեքով բաժնետերերի հետ համաձայնությամբ։ Ուրիշ մեթոդ Իսկ երբ որ ասում է օրենսդրական, այսինքն օրենսդրական այդ հիմքն են, հա, փաստորեն ստեղծում, պարոն Խաչատյան։ Չեմ բացառում, կարող է վաղ օրենսդրական հիմք ստեղծեն, որ վեհապար հայրապետի նշանակումն էլ վերապահվի քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության։ Իսկ դրա հետևանքն ու հանգրվանը ինչի կարող է հանգեցնել այս հեծի շուրջ գործընթացը, եթե իսկապես ինքը ասում է արդեն կոնկրետ գործողությունների։ Մենք ունենալու ենք բիզնես միջավայրի էական վատթարացում, մենք ունենալու ենք կապիտալի արտահոսք։ Այս պայմաններում, երբ մեր տնտեսությունը այդ 5-9%-ը, որը նկարել են, բացառապես կախված էր արտածին գործոններով եւ տնտեսությունը ինքը արդյունք չի գեներացնում, մենք ունենալու ենք ել ավելի վատթար իրավիճակ։ Եվ իդեպ այս լիրիկական շեղումները հարկերի կարևորության վերաբերյալ դրանք հիմք են նախապատրաստում հարկային մամլիչը ել ավելի սխմելու համար, որովհետև իրենց ղեկավարության օրոք տնտեսությունը չի աճում։ Պարոն Խաչատյան, մի ճշտող հարց Նիկոլ Փաշինյանը եւ իշխանությունը դժգոհում են, որ ընդհանրապես լավ չեն աշխատում, այսինքն հիմք կարող է լինել, որ այդ ընկերությունը լավ չի աշխատում, քաղաքացիները դժգոհում են եւ այդ հիմքով իշխանությունը նախաձեռնի նման գործընթաց։ Եթե լավ չի աշխատում, նշանակում է պայմանագրի ինչ որ կետ խախտվում է, չէ՞, լավ չաշխատելը ճաշակի հարց չի։ Այսինքն կա պայմանագիր եւ պայմանագրի կետի չկատարումը կարող է դժգոհության պատճառ դառնալ եւ պետք է նայել դժգոհության արկայության դեպքում կողմերը պայմանագրով նախատեսված ինչ քայլեր են կատարել։ Ցայժմ ես դժգոհության եւ պետության եւ բաժնետիրոջ միջև որևէ բանակցությունների մասին տեղյակ չեմ։ Քաղաքացիները գյուղում ապրող մարդիկ բողոքում են, հույսերը լավ չեն, տեխնիկան փչանում։ Եվ այդ դժգոհությունը հանկարծ կիզակետվեց հենց այն պահին, երբ Սամվել Կարապետյանը իր անվերապահ աջակցությունը հայտնեց Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին։ Կլինեն իհարկե մարդիկ, որոնք այդ հեքիաթին կհավատան, բայց կարծում եմ դրանք մարդիկ հիմնականում նախադպրոցական տարիքի պետք է լինեն։ Ժամկետ էի տվել, ժամկետը շուտով ավարտվելու է, բայց խնդիրները մնացել են տեղում, նշանակում է, որ պետք է լուծումներ լինեն։ Ուրեմն պետք է նամակագրությունը լիներ, այդ ժամկետ տալը լիներ եւ տեսնել, թե պայմանագիրը այդ երկու սուբյեկտների միջև ինչ քայլեր է նախատեսում։ Ես անկեղծ ասած շատ կկասկածեմ, եթե այնտեղ լինի, եթե ես դժգոհ եմ, ուրեմն սեփականատիրոջից բաժնետոմսերը պետք է ազգայնացվեն։ Պարոն Խաչատյան, երեք տեղեկություն տարածվեց, որ ամեն դեպքում
Թուրքիայի այցի հետ կապված ըստ 24 նյուզի աղբյուրների, այսպես Փաշինյանը հասկացել է, որ սահմանադրություն չի կարող փոխել, այդ վարկանիշը չունի կամ այդ որոշ խնդիրներ կառաջանա երկրում եւ այսպես փոխանակել է եկեղեցու դեմ արշավով։ Դա իրատեսական համարում եք հաշվի առնելով այն այսպես զուգահեռ Ադրբեջանից հնչող այսպես գնահատականները երեկվանից արդեն եկեղեցու դեմ արշավից հետո սկսել են հիմա Սամվել Կարապետյանին ադրբեջանական ԶԼՄ-ներում Ամենևին չեմ բացառում, որովհետև եկեղեցու դեմ այս կիսալուսնյաց արշավանքը սկսվեց Շվեյցարիայում Վեհափառ Հայրապետի եւ Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսի համատեղ կազմակերպված խորհրդաժողովից հետո, երբ մարդիկ ուղղակի իրենց բողոքը բարձրացրեցին Արցախի հանրապետությունում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացման վերաբերյալ, ինչը ակնհայտորեն դուր չի եկել թե Ալիևին եւ թե Փաշազադեին, եւ Փաշինյանը որոշել է ուղղակի ենթարկվել Ալիևի դե Փաշազադեն այնտեղ ինքնուրույն գործոն չէ, պահանջներին։ Ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխության հետ, ամենևին չեմ բացառում եւ պարզ է, թե սահմանադրությունը չես փոխում, կամ ասում ես դժվարություն կա, փոխարենը ինչ որ մի բան պետք է առաջարկես։ Այնպես որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ այս արշավանքը չեմ բացառում, որ դրա հետ կապված լինի, բայց կարծում եմ թուրքերի ախորժակը շատ ավելի մեծ կլինի։ Խաչատրյան պաշտոնական Մոսկվան երեկվաբանին ակտիվ է Արցախում Սամվել Կարապետյանի հետ կապ ունեցող այս իրադարձությունների, արդյոք սա որևէ կերպ չի խոչընդոտի նաև հայ-ռուսական հարաբերություններին, հատկապես հիմա, երբ մենք աշխարհաքաղաքական վիճակում ենք, որ ասում որ Հայաստանը կարող է երրորդ կողմից է փակ սահման ունենալ Իրանի հետ կապված, այսինքն մի դեպի Վրաստան ելք չի ունենում, Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնում են։ Դեպի Վրաստան մեր ելքը Ամեն դեպքում ունենում ենք։ Այո, մենք դա համար ես դեպ դրանից էլ սկսեցի, չէ՞, Փաշինյանն ինչ էր ասել 18 թվականի հոկտեմբերին Բոլթոնի այցից հետո, որ հնարավոր է Պարսկաստանի հետ, Իրանի հետ սահմանը դե ֆակտո փակվի, եւ դրա համար մեր հարցերը պետք է կարգավորենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Հիմա էլ Վրաստանը իշխանությունները հաջողացեցին նաեւ հարաբերությունները Վրաստանի հետ փչացնել, միգուցե դա էլ պատահական չի, որ ժողովրդին գան եւ ասեն տեսնում եք ուրիշ ճար չունենք, չէ՞, վերջիպես իրանց այս բոլոր զիջումները իրանք արդարացնում են, ճար չունենք, եթե սա չլինի, կլինի պատերազմ։ Այս մարդիկ բանակցությունների նկատմամբ խիստ յուրահատուկ մոտեցում ունեն, իրենց համար կամ-կամի տարբերակն է, հասկան, 0 գումարով խաղն է, կամ զիջում ես, կամ ամբողջովին հասնում ես քո նպատակին, ինչի մասին իդեպ անթակույց խոսեց Արարատ Միրզոյանը ազնաժողովում քննարկման ժամանակ։ Ասես դե բանակցություններ են, վերջապես կողմերից մեկը պետք է զիջի, փոխզիջում իրանք չեն հասկանում, եւ եթե չեն կարողանում դիմացինին Թուրքիային կամ Ադրբեջանին բանակցություններով պարտադրել իրենց լուծումը, ինչը ակներևաբար չեն կարողանում, ուրեմն ասում են բնական տարբերակը ամբողջովին անձնատվության գնալն է։ Սարիջան փաստաբանը տարածել է լուրը, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար, չի ընդունել։ Ես ուզում հասկանամ, ո՞րն էր իշխանություն զավթելու հրապարակային կոչը։ Վերջին նախադասությունը, որ եթե քաղաքական ուժերը օրինակ չկարողանան ինչ-որ դեմ առնել, մենք մեր հասկացա, բայց դրա մեջ արդյոք իշխանության զավթելու կոչ կար, արդյոք դրա մեջ սահմանադրական կարգի տապալման կոչ կար, հիմա իշխանություն ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ ասում են պետք է Նիկոլ Փաշինյանը գնա հանգստանալու, որովհետև 7 տարի է տանջվում տառապում է, դա նշանակում է, որ այս իշխանազավթման կոչ է։ Պարոն Խաչատրյան, նախ դուք ինչպես եք մեկնաբանում այն, որ Սամվել Կարապետյանն ասում է թքածուն է մրեցի վրա, Ես կարծում եմ Սամվել Կարապետյանը ունի իր մամուլի խոսնակը եւ մամուլի խոսնակը ներկայացի չկարող է մեկնաբանել։ Ես չեմ կարող 3 միլիոն մեր հայրենակիցների արտահայտությունը մեկնաբանել, բայց կարծում եմ բայց կարծում եմ, որ համատեքստը լրիվ այլ բանի մասին էր, այսինքն ինչ չեք կարող լրացնել սեփականության նկատմամբ ոտնձգությունների միջոցով։
Եվ որ Կա ձև, կա բովանդակություն, կարծում եմ բովանդակությունն ավելի կարևոր է։ Եվ որ նշում է մեր ձևով, հա, դա դուք ինչ եք կարծում, որը կարող է լինել պարոն Կարապետյանի։ Ես կարծում եմ պարոն Կարապետյան այդ հարցին պետք է պատասխանելու հնարավորություն տրվի։ Ես հույսում եմ ինձ բազմաթիվ բաներ են հետաքրքրում, բայց քանի դեռ հետաքրքրասիրությունս բավարարված չի, հարցին պատասխանել չեմ կարող, այսինքն դուք ասում եք ինքն ինչ է մտածում։ Ես հետը չեմ խոսել եւ հետեւաբար չեմ կարող պատասխանել։ Դա ուժային գործողություն կարող է լինել։ Խոսեք պարոն Կարապետյանի հետ, ես ինչ իմանամ ինքն ինչի նկատի ունեցել։ Ես չեմ գոռում, դուք որտեվ հարցից երրորդ անգամ եմ պատասխանում մի հարցին։ Պարոն Կարապետյանը ինքը կարող է պատասխանել իր հարցերի համար։ Եթե մինչև այս պահը դուք ասում եք, որ Հա, իդեպ ներողություն նախորդ հարցերից մեկին միջպետական հարաբերությունների վատթարացման վերաբերյալ ես կարծում եմ պետք է Հայաստանի իշխանությունները օրինակ վերցնեն այլ երկրներից, մասնավորապես այս պարագայում Ռուսաստանին, եւ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին հայտնվում է անազատության մեջ, նա դեմ քրեական վարույթ են սկսում, ապա պետության պարտավորությունն է իր քաղաքացու անվտանգության մասին հոգալը։ Չկա որևէ օրենսդրական մեխանիզմ, որը կտա գնալ այդպիսի բանի բիզնես պետականացնել, սա արդյոք նշանակում է, որ մինչև այս Նիկոլ Փաշինյանի եղած արված գրառումներն ու հայտարարությունները նա դրանք նաև իր կարգավիճակից չբխող կամ կարգավիճակին ոչ օրինական։ Գիտեք, իր կարգավիճակը պահանջում է ստեղծված արտաքին մարտահրավերների պայմաններում Ադրբեջանի անմիջական ագրեսիայի ռեալ վտանգի պայմաններում մտածել երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, իսկ դրա համար անհրաժեշտ է հասարակության մոբիլիզացիա։ Ինքը հակառակն է անում, հերթական անգամ պառակտում է հասարակությունը, երկիրը դարձնելով խոցելի արտաքին թշնամիների համար։ Չմոռանանք, որ թե 20 թվականին, երբ աշխարհը զբաղված էր Քովիդով, թե 23 թվականին, երբ աշխարհը զբաղված էր Գազայով, թշնամին ներխուժեց Արցախյան Հանրապետություն, օգտվելով այդ աշխարհի այլ հարցերով սևեռված լինելուց, այսինքն կա ռեալ ռիսկ, իսկ ինչ ենք մենք տեսնում ենք հերթական հարձակումը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ եւ հարձակումը բոլոր նրանց վրա, ովքեր աջակցում են եկեղեցին։ Իր գրառումները, իր հայտարարությունները, իր պնդումները, որ պետք է անենք սա եւ վերջ առանց մեխանիզմների, այս սա ինչպես կգնորոշվի։ Դե քաղաքական խնդիր է դնում, հետո տակը մի բան կմտցնի, հետո էլ կարող ինչ ճիշտ չեք հասկացել։ Նոր եք ճանաչում։ Օրինականության հետ կապված Ես կարծում եմ այդ կոչերը, իշխանազանցության կոչերը եւ իրավապահ մարմինները պետք է դրան արձագանքեն, մասնավորապես եկեղեցու նկատմամբ։ Դա իր սահմանադրական լիազորություններից չբխած գործառույթներ են, չբխող գործառույթներ են։ Այս պայդրությամբ ես ելի եմ ասում, չկա օրենսդրական հիմք, բացեք օրենսգիրքը։ Խնդիրն ուրիշ է, եթե կա պայմանագիր, այդ վստահ եմ կա պայմանագիր, վստահ եմ այդ պայմանագրով կա կողմերի իրավունքներ ու պարտավորությունները, եւ կողմերի իրավունքներն ու պարտավորությունները սահմանադրական պայմանագիրն է այն շրջանակը, որտեղ պետք է բաժնետիրոջ, այսինքն օպերատորի եւ պետության միջև վեճերը լուծվեն։ Կարծում եմ դա բավականաչափ երկար process է, արբիտրաժ է ենթադրում եւ այլն։ Եվ իսկ ինչ անում Հայաստան դաշինքը Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները եւ առհասարակ բոլոր տեսակի գործողությունները, որոնք իր բնորոշման, նկատի ունեմ ձևերի միջան բնորոշող ապազգային են չեն բխում պետության շահից հեռացնելու։ Բացի հայտարարություն տարածելուց իհարկե եւ մեկը 2026-ին դրություններին սպասելու։ Երկու կտակ ձեր հարցը վերացնել պարոն Խաչատրյան օրենսդրի ես պատաս Ես տեղակ եմ հայտարարության։ Նաև այդ հայտարարության մեջ նշել եք, որ Հայաստանի Ես տեղակ եմ հայտարարությանը։ Ես կարծում եմ, որ դրանից անմիջապես հետո
Հայաստանի կառույցի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը բավականին ընդարձակ մամուլի ասուլիս է տվել եւ բոլոր այդ հարցերին անդրադարձել։ Ձեր հարցերի պատասխանը Հայաստան դաշինքը չի փոխվել, չի շեղվել իր ուղուց, չի փոխել իր նպատակը, ինչ է անում է բոլորի աչքի առաջ։ Ինչ անում, հենց դա բան չի անում։ Ով ասես բան չի անում։ Իսկ ինչ բան անելը ո՞րն է։ Ինչ կոնկրետ գործողություն է կարել, որ Նիկոլ Փաշինյանը հեռանում։ Նույնիսկ մեկ ձևաչափ Այն մենք կարողանում ենք անել ցանկացած բան, ինչի նպատակարարությունը տեսնում ենք։ Որ ձևաթղթի տակ։ Պատիվ ունեմ որևէ բան։ Պատիվ ունեմ, որևէ ձևաթուղթ չի ներկայացրել, եւ եթե պատիվ ունեմ խնդիր ունի, կարծեմ պատիվ ունեմի առաջ Հայաստան խմբակցության դռները բացեն եւ ցանկացած տարաձայնություն կարող է լուծվել։ Դասեք կոնկրետ ինչ քայլ եք անում։ Այնց հիմա մասնակցել է եւ խոսել է դրամավարկային քաղաքականությունը չի առնչվում բյուջեին, դա ֆիսկալ քաղաքականության տիրույթում է գտնվում։ Հիմա որ եկաք այստեղ հայտնվեցիք, դրանով Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Իսկ խորհրդանական պայքարը չի ենթադրում նաեւ հարց ու պատասխան եւ ելույթներ։ Ոնց թե չէ, խորհրդանա բոքսի ռինգ չէ։ Նիկոլ Փաշինյանը նման տեղեկություններ ունեն, որ սկի Կառավարության անդամներին հարց ու պատասխանի հնարավորություն այս կարորիայում շատ կա, ինչ որոշում կկայացվի, կտեսնենք, բայց նաև 4.5 տարի հարց եք տվել, 4.5 տարի կներեք սփայլակ, իսկ բոլոր փողոցային շարժումները, ովքեր են կազմակերպել, չէ դու ասում ես այլ են, թե չեն արել, այսինքն մասնակիցները, շարժիչ ուժը մենք ենք եղել, մենք ենք աջակցել, մարդկանց մեծամասնությունը, ովքեր ենթարկվել են բռնության, ֆիզիկական, հոգեբանական, մարդիկ ում նկատմամբ քրեական եւ վարչական գործեր են արվել, ովքեր են եղել։ Եվ հիմա այս ամեն ինչից հետո ուրանալ եւ ասել ոչինչ չանել, ներողություն եմ խնդրում, առնվազն քաղաքականություն է նշանակում։ Վերջին մեկ տարվա ընթացքում մեր կուսակիցների նկատմամբ, Հայաստան խմբակցության ներկայացուցիչների նկատմամբ իշխանությունների հալածանքները դադարել են, թե չէ։ Հիմա ինչի փողոցային պայքար։ Որովհետեւ փողոցային պայքարը ինքնանպատակ չի։ Ցանկացած գործողություն պետք է միտված լինի նպատակին եւ իրատեսական գնահատականից ելնելով։ Նպատակը դա է իհարկե, բայց դու պետք է նայես կոնկրետ այս քայլը, որ անում եմ, ինքը կբերի այսօր այն թիրախային արդյունքին, որը դու ակնկալում ես։ Պարոն Խաչատրյան, ինչու է ՀՀԿ-ն նաև պատիվ ունեմը, ովքեր նախաձեռնել են Ներողություն չըսեց։ ՀՀԿ-ն ըստ էության, որ նախաձեռնել են իմպիչմենտի գործընթաց եւ նաև պատիվ ունեմը, այսպես ասած, թիրախավորում հենց Հայաստան դաշինքն, այդ երկրորդ նախագահին եւ այս վերջերս այսպես շատ զուգահեռ ԿՊ-ի հետ են աշխատում։ ԿՊ-ի թիրախում նույնպես Ռոբերտ Քոչարյանն է, ինչպես հասկանում եմ, նաև ձեր գործընկերների, որոշ գործընկերների թիրախում նույնպես Ռոբերտ Քոչարյանը։ Ինչից են Մենք հայտարարել ենք, որ եթե այս գործընթացը չբերի հաջողության, դրանից միակ շահառան լինելու է Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանությունը։ Հայտարարել ենք ձախողում այս նախաձեռնության Նիկոլ Փաշինյանին։ Հայտարարել ենք, որ պատրաստ ենք միանալ, ներկայացել ենք պայմանները, որևէ փոփոխություն չկա։ Նիկոլ Փաշինյանի որևէ գրառում չի կարող երկարաժամկետ նպատակների վրա ազդեցություն ունենալ։ Իսկ Սամվել Կարապետյանի շուրջ է ստեղծված աղմուկը հնարավոր է այսպես հանրային լուրջ դժգոհություն առաջացնում, եւ այսպես ներքաղաքական ինչ-որ գործընթացներ սկսեն, բացի այսպես։ Գիտեք, ցանկացած քայլ այս իշխանությունների կողմից ավելացնում է հանրային դժգոհությունը։ Տեսեք, եկեղեցու դեմ արշավանքը ավելացել է հանրային դժգոհությունը, ավելացել է մարդու նկատմամբ, ով էական ներդրում ունի Հայաստանի տնտեսության զարգացման մեջ, ով էական բարեգործության տեսքով էական ներդրումներ է արել, դրա նկատմամբ քաղաքական հալածանքները ավելացնում են հանրային դժգոհությունը, իհարկե ավելացնում են։ Շնորհակալություն։